Մեր երրորդ դասախոսությունը քրիստոնեական սիրահեդում ընդեմ ժամադրություն։ Քրիստոնեական սիրահեդում ընդեմ ժամադրություն։ Երբ սիրահեդում ասում ենք, այսինքն courtship, ամուսնության նպատակով, իսկ երբ ժամադրություն ասում ենք, պարզապես ընկերային ժամանցի համար նկատի առնում ենք այդ արտահայտությունով։ Եղբայրը ասում է, քրիստոնեական սիրահեդումը խաղադաշտում խաղելու մասին չէ։ Խաղալիք բան չէ, որովհետև ոնց որ խաղադաշտ գնում ենք եւ ուզում ենք խաղալ։ Այն ամուսնությանը պատրաստվելու մասին է։ Քրիստոսին պատվելու եւ մաքրությունը պաշտպանելու ցևով։ Ուրիշ եղբայրը ասած է, քրիստոնեական սիրահեդումը Աստծո խոսքի հստակության նվիրվածություն է, այսինքն Աստծո խոսքը հստակ է ամուսնության վրայով։ Եվ այդ ամուսնության խաղապարին ըստ Աստծո խոսքի համաձայն այդ նվիրվածության մասին է։ Այն էմոցիոնալ փորձարկումների մասին չէ, այլ Աստծո կամքը ամուսնության համար դարբերարկելու մասին։ Քրիստոնեական սիրահեդումը խաղ չէ։ Այն գողակցի համար շարունակական լուրջ աղոթքով հետապնդում է ամուսնության մեջ Աստծուն բարավորելու նպատակով։ Ինչու որովհետև մենք երբ քրիստոնեական սիրահեդման հետևից ենք, մեր նպատակը ինչ է։ Աղոթքով լրջորեն ամուսնության մասին մտածում ենք, որբեսի Աստված բարավորենք մեր նպատակով։ Ուրեմն էլի այստեղը սկզբունքներ ունենք եւ պիտի խոսանք սրա վրա եւ դարբերությունը պիտի նայենք, թե ինչ է դարբերությունը քրիստոնեական սիրահեդման ընդեմ dating, ժամադրության, courtship, regarding marriage եւ ժամադրություն։ Թիմեք, հիմա այս ծևով ընթանում ենք, Ծնոտոց 2:24 արդեն իսկ նայեցանք, Ծնոտոց 2:24-ում Աստվածքը ասում է դրա համար մարդը կթողնի իր հորը եւ իր մորը եւ կմիանա իր գնոջը եւ մեկ մարմին կլինեն։ Եվ այս հասկացողությունը իհարկե ամուսնության հետ կապ ունի։ Ամուսնության մեջ կապ ունի։ Քրիստոնեական սիրահեդումը հիմնական նպատակը ամուսնության համար ողջ կյանքի զուգընկեր փնտրելն է։ Կենտրոնանալով հոգևոր, նմանավանդ հոգևոր համադեղելիության եւ հավատքի փոխադարձ աճի վրա։ Երբ մենք ցանկանում ենք ամուսնանալ, ուրեմն մեր նպատակը հետևյալն է, որ մենք կյանքի զուգընկեր փնտրում ենք, որբեսի կենտրոնանանք միմյանց վրա, իրար վրա, նայենք, որ հոգևորապես միթե համադեղելիություն կա, compatibility կա, եւ հավատքի նկատմամբ մեր նպատակը այդ փոխադարձ աճը ցանկանալն է մեկը մյուսի համար։ Հիմա ընդեմ ժամադրության կամ հանդիպում ասենք այդ բառը օգտագործելով dating հաճախ զուրկ է լուրջ նվիրվածությունից եւ կարող է կենտրոնալ զվարճանքի կամ ընկերակցության վրա առանց ամուսնության մտադրության։ Եվ եթե եղբայրներ եւ քույրեր ջան, այստեղը գանք առնեինք հիմա այս դասախոսության մասը։ Հիմա ես ցես չգիտեմ եւ լավը որ չգիտեմ, գարամ ասելիքս ասել առանց վախի, չէ՞։ Աստծո խոսքի համաձայն ինչ որ կա, կասենք։ Եթե ներգայիս հիմա չեմ ուզում ոյ մեկը անհանգստացնել անդեղի երբով, բայց եթե հարաբերության մեջ եք, ցեզ մե ոյը ցանկացած անց եւ բարձաբես ընկերակցության ժվարճանքի համար լավ ժամանակ ունենալու համար միասին դուրս գնում եք, գալիս եք սիրո մեջ եք, իրարու հետ այդ կապվածությունը կա, բայց ամուսնության մտադրություն չի գա, կներեք, մեղքի մեջ եք։ 100%-ով ազորությունը չի կարելի այնտեղ լինի։ Ես չեմ ուզում ասել, որ դերը հետո չի կարող ձեր նպատակը փոխել դեպի ճշմարիտ սուկրային ամուսնության, բայց ինչու դուրս գնում եք դիմացի անձի հետ։ Եթե երդասար տղամարդ ես, ինչու ուրիշ աղջկա մեջ դուրս գնում ես։
Օ, բայց քրոջ նման է, քրոջ բես է, օքեյ, հասկանում ենք, բայց սահմանները գիտեք, գարակ ինքնիդ պաշտպանել, ավելի լավ է խմբով գնացեք, մի քանի տղա, մի քանի աղջիկ, միասին քույր եղբայրներ իբրև, խնդիր չկա սրա մեջ։ Ուրեմն նպատակը կարևոր է։ Քրիստոնեական սիրահարման առումով քրիստոնեական սիրահարումը ներառում է ամուսնության ուղղությամբ կատարված մի դումնավոր քայլեր, ներառյալ ապակա նպատակների, արժեքների եւ հավատքի վերաբերյալ քննարկումների։ Իսկ մյուսը, ժամադրությունը կամ հանդիպումը, dating, սովորաբար ավելի ինքնաբուխ է եւ կարող է չներառել ապակայի կամ ընդհանուր ամուսնական արժեքների վերաբերյալ լուրջ քննարկումներ։ Հիմա դուք պատկերացրեք, դուք հարցրեք ձեր անձերին, եթե մեկումի հետ ճագերտյալ լուրջ հարաբերության մեջ ես եւ գնում ես գալիս ես, լավ ժամանակ ունենում եք, մենք իրար հասկանում ենք, բայց ամուսնության նպատակը չի կա։ Մեղքի մեջ եք։ Եվ սա ուզում եմ ասել դիրոջ սիրով եւ շնորհով։ Երկրորդ, քրիստոնեական սիրահետումը հաշվետվողականության հետ կապ ունի։ Իսկ մյուսը ոչ անգամ։ Ինչու որովհետև նայեցեք Արագած 15:22 Արագների 15:22 Ազոխոսքը ասում առանց խորհրդակցության մտադրությունները ցախողվում են, բայց խորհրդականների շատությամբ կատարվում են։ Ինչու այս հատվածը օգտագործում ենք, այսինքն երբ քրիստոնեական սիրահետում կա, նա հաճախ ներառում է հաշվետվողականության այդ կոնցեպտը, գաղափարը, հաշվետվողականություն կա ընտանիքի կամ եկեղեցու առաջնորդների առջև, ապահովելով, որ հարաբերությունները համապատասխանեն քրիստոնեական արժեքներին։ Նրա համար այդ խորհրդատուներու կարիքը կա։ Եկեղեցական մարդիկ կարան լինել, ծնող կարան լինել, ուրիշ հասուն քույր եղբայրներ կարան լինել, որ ուղղորդեն ցես։ Նպատակը սա է, երբ դուրս գնում ես մեկում հետ, ասենք իքական սերի հետ իբր երդասարդ տղամարդ, առանց հաշվետվողականության, ու մեկը չի գիտեր, ծնողը չի գիտեր, թեր առաջին քայլերն են, թեր մի քանի ամիս է, մեկ տարի է, թեր եք պետք չունին գիտնալու, թեր կանուխ է, այդպիսի տրամաբանություն սխալ է։ Ինչու, որովհետև դուք ձեր անձերը մեղքի առջև դնում եք եւ սա մարմին է, Աստված մեզ ստեղծած է, որ այդպիսի հարաբերություններու մեջ մտնենք, բայց օրինավոր ցևով պետք է մտնենք։ Ոչ թե մեղքի մեջ ընկնելով։ Որ շատ դյուրուն է, ոչ մեկը թող չասե, որ չէ ես չեմ, այսինքն փորձության ենթարկվում։ Երբ օրինակ իբր տղամարդ լավ դեսկով բնավորությամբ աղջիկա մեջ դուրս գնաս, եթե դա գավին ամուրի ես, մի ասեր այդպես։ Նույնիսկ ամուսնացած մարդը կարա խաբվել, կամ ամուսնացած կինը, զգույշ պետք է լինենք։ Նրա համար պետք չէ մեր անձերը այդպիսի տեղերի, վայրերի մեջ դնենք, ուր փորձությունը ավելի հեշտ է, փորձության ենթակա լինելը։ Ուրեմն քրիստոնեական սուրբ քրային սիրահետումը ներառում է հաշվետվողականություն, ինչու որովհետև Եփեսացիները 6:1-3-ում զավակները ինչ ասում էր, որ ծնողներին հնազանդ լինեն, չէ՞, եւ որ ծնողքը գիտե մի բան է, եւ որ ծնողքը չի գիտեր ուրիշ բան է։ Ինչու թաքցնում ես, եթե ամեն ինչ շիդակ ցեվանում ես, սուրբ քրային ցեվանում ես։ Հետո Եբրայեցիների 13:17 հետևյալն է ասում. Ձեր առաջնորդներին անսացեք ու հնազանդվեք, որովհետև նրանք հսկում են ձեր օգիները։ Ինչու, որբեսը հաշիվ են տալու ձեր փոխարեն։ Նրանք թող դա ուրախությամբ անեն եւ ոչ թե հառաչելով, քանի որ դա ձեզ օգուտ չէ։ Այսինքն, եթե ձեր առաջնորդները եկեղեցական ձեզ խրադում են, մտիկ արեք նրանց, մի անդեսեք նրանց խրադը։ Ինչու որովհետև սա նրանց պարտականություններից է։ Նրանք հաշիվ են տալու ձեր փոխարեն, ինչու որովհետև նրանք Տիրոջ առջև հաշիվ պիտան։ Նրանց գործը դյուրացրեք։ Նրանք բավական աշխատանք պարտականություններ ունեն, որ մտահոգվեն նրանցով։ Բայց եթե ձեր օրինակ առաջնորդ եղբայրները
կան եւ ասեն ձեր երկուսին դուք իբր դղա եւ աղջիկ այսպես պետք չի անեք ձեր ծնողքը չգիտեր լուրջ ունի թաքցնում եք այդ հարաբերությունը կամ մեկը գնում է ոչ հոգեվորի մի հետ եկեցին լուրջ ունի չի լինում այդպես ոնց որ այդ բաբանության շրջանակը քանդում եք եւ դուք նրանից դուրս գալիս եք այդ ցանգաբադը պաշտպանության մեր լավության համար է այդ ցանգաբադում պետք է մնանք որ Աստծո ժողովրդի ծնողքի ընտանիքի այդ խրադագանը այդ ուղղորդումը կա մեզ համար իսկ հանդիպումները դեյթինգը ժամադրությունը կարող է պատասխանատվության բագաս ունենալ ինչ գանկեցի քրիստոնեական ուսմունքներին չհամապատասխանող որոշումների ուրեմն հաշվետվողականությունը կարևոր է շարունակելով հաշվետվողականության մասին խոսալով քրիստոնեական սիրահետումը խրախուսում է ընտանիքի եւ ամայնքի ներգրավվածությունը հարաբերություններում փնտրելով նրանց իմաստուն եւ օրդությունը իսկ մյուսը հաճախ ավելի անձնական ավելի քիչ շեշտադրումով ընտանիքի ներգրավվածության կամ հավանության վրա ինչու համար ծնողքս պետք է գիտնա ես իմ քեֆից նայում եմ սա սուկրային չէ սա բարձրապես դեյթինգ է դեյթինգ որ անպայման նպատակ չունի այսինքն նպատակ չկա այնտեղը բարձրապես լավ ժամանակ ունենում ենք ուրեմն նպատակային է ճշմարիտ քրիստոնեական սիրահետումը եւ հաշվետվող է ճշմարիտ քրիստոնեական սիրահետումը 3 զգացմունքային եւ ֆիզիկական սահմաններ կարտացինք այսօր այդ տեսակետներից 4-3-ից 5 համարները որ սրբությամբ վարվեք շնությունից հեռու գնացեք Աստվածոկամքի ինչա ծեր սրբացումը ասում է այս հատվածում քրիստոնեական սիրահետումը ընդգծում է սահմաններ միմյանց նկատմամբ մաքրությունը եւ հարկանքը բաբանելու համար եթե մեկը ուրիշի սիրում է նրան advantage չի առնում այսինքն եթե աղջիկամը սիրում ես ոնց որ նրան պիտի չստիպես պիտի չչարաշահես նրան որ քո ցանկությունները ոնց որ գադարես ժամանակից առաջ ինչու ժամանակից առաջ գսեմ ամուսնությունից առաջ ուրեմն քրիստոնեական սիրահետումը ընդգծում է սահմաններ միմյանց նկատմամբ մաքրությունը եւ հարկանքը բաբանելով համար հաջող ֆիզիկական մդերմությունից վեր դասելով զգացմունքային եւ հոգեվոր գաբը ինչու որովհետեւ ամենակարևորը այդ հոգեվոր զգացմունքային գաբը աստադելն է իհարկե ֆիզիկական հասկանում ենք որ պիտի քաշովական այդ բանը ունենաս նրա հանդեպ այդ աղջիկի հանդեպ որ ցանկանում ես ամուսնանալ նրա հետ բայց զգուշ պիտի լինես այդ ֆիզիկական մոդերնությունից որ շուտով դեղի չդաս նրան իսկ դեյթինգը կարող է ներառել սահմանների վրա ավելի քիչ շեշտադրում ինչը կարող է հանգեցնել ֆիզիկական մոդերնության առանց ամուսնության բարդավորության սա խնդիր է ինչու որովհետև շատ անգամ այդ փորձության առջև գարանք գտնվել ուր մենք ուզում ենք մեր աստուծուց տրված ֆիզիկական գարիքները կոհացնել բայց ամուսնությունից առաջ սա մեծ խնդիր է ուրեմն զգացմունքային եւ ֆիզիկական սահմանները նկատի առնում է քրիստոնեական սիրահետումը ինչու որ դու մտածում ես այսպես այս աղջիկը ես հավանում եմ աղջիկը համացանեցավ նրա հետ դուրս գնացիր նպատակը ամուսնությունն է սկզբից եթե ամուսնություն չէ նպատակը բարդ ժամավաճառ մի լիներ աղջիկը նույնպես Բարձրապես ուզում եմ դուրս գնալ, մի հատ նայեմ։ Ինչ պիտի նայես։ Ամուսնության նպատակը կա կամ ոչ։ Եթե չկա, տեսար իրեն։ Բայց եթե ամուսնության նպատակը կա, ուրիշ հարց է, որբեսի աղջիկան զգացումներն չխաղաս, կամ աղջիկը դղու զգացումները չխաղա։ Ես տղակները երբեմն աղջիկը տեսնում են, աղջիկը ժպտում է նրան, ոնց որ գալիս է կարող է մի հատ պատատվում է Սա զգուշ պիտի լինեք աղջիկներ ջան։ Ինչու որովհետև մենք կարող ենք իբր դղակ դարբեր մտածել։ Օ կարող է աղջիկը ինձ հավանում է եւ այլն։ Կարող է, բայց ոչ։ Ուրեմն զգուշ պետք է լինենք, որ սխալ սիգնալները չդանք։ Սիգնալը շիդակ ադենին պետք է տրվի եւ հարմար ցևով պետք է տրվի։ Եթե շիդակ ադենին եւ շիդակ ցևով չդրվի, սիգնալը կարա վտանգավոր լինի։ Պատկերացրեք ավտոմեքենամը։ Բարձրապես որ տրասայի վրա ես եւ սիգնալ տվեցիր,
Սխալ ադենին, սխալ ցեղով։ Դու ասեցիր քո մտքումը, ես ցանկանում եմ այս ռոբեյուն 90-ի վրա գնում եմ, այս ռոբեյում ես պիտի ցախ գնամ, բայց ես աջ սիգնալ գալիս եմ։ Բայց ցախ մտնում ես, անգամից ավտո գալիս է։ Ինչ եղավ վերջը։ Սիգնալները շիդակ ադենը, շիդակ ցևով պետք է լինեն։ Ուրեմն զգացմունքային եւ ֆիզիկական սահմանները մենք պետք է գիտնանք եւ քրիստոնեական սուրբ կրային սիրայդումը գներարեն սրանք։ Ինչու որովհետեւ սա գներար է, որովհետեւ դու գիտես որ նպատակը Աստված պարավորել է։ Դու գիտես որ նպատակը ամուսնություն է։ Եվ եթե նպատակը Աստված պարավորել է, չկա ոչ մի բան որ կարող է խափանել սա, եթե Տիրոջ կամքի մեջ է, այն ադենվա համար է։ Բայց ամպերով պիտի լինես, աղոթով պիտի լինես, սպասես։ Հոգևոր աճ, Արագած 27:17, քրիստոնեական սիրայդումը ուրեմն հետաքրքրված է հոգևոր աճով։ Հիմա ես չեմ ասում, որ եթե քրիստոնյաներ դեյթինգի բարձաբես ելան, նրանք երբեք հետաքրքրված չեն հոգևոր աճով, բայց այդ շիդակ մոդեցումը չէ։ Արագած 27:17 ասում է, երկաթը երկաթով է սրվում եւ մարդն էլ սրում է իր ընկերոջ միտքը։ Հիմա երկաթը ինչպես երկաթով կսրվի, նպատակը ինչ է։ Երկաթը երկաթով սրեցնելու նպատակը ինչ է։ Հիմա դու երբ որ աղջիկա դուրս գնացիր, քո նպատակն է, եթե ամուսնության համար է նպատակը, որ այդ աղջիկը քեզ համար քո պրոժեկտն է, դերոջ առաջ։ Քո պրոջեկտն ասելով, այսինքն դու ցանկանում ես որ այդ աղջիկա վրա աշխատես, այնպեսի ցեով որ նրա սրբացնես։ Եվ ինքն նույնպես պետք է մտածի քո վրայով։ Հոգևոր աճի նպատակը կարևոր է։ Քրիստոնեական սիրայդում կենտրոնանում է հավատքի մեջ միասին աճելու։ Եվ որ դուրս գնում ես միայն բարձրապես քեղեցիկ աղջիկա, լավ խոսում է, լավ անուշահոտ դրած է, գլուխս դարձնում է, չգիտեմ ինչ, գլուխը դարձնելիք պետք ունես, ուրիշ բաներ կարող են գլուխը դարձնել եւ դու կարող ես մնալ։ Բայց նա չէ նպատակը։ Կենտրոնանում է քրիստոնեական սիրայդումը, կենտրոնանում է հավատքի մեջ միասին աճելու, միասին աղոթելու եւ եկեղեցական գործունեությանը որպես զույգ մասնակցելու վրա։ Այսինքն քո մտադրությունը դե որ դու ուզում ես նրա հետ ամուսնանալ, Աստծո պարգի համար ընտանիք կազմել, հավատարիմ լինել Աստծո եկեղեցվո ծառայության, Աստծո վկայության, այս բոլորին։ Բայց մյուսը, պարզապես դեյթինգը կարող է առաջնահերթություն չտա հոգևոր աճին կամ հավատքի համադեղ փորձառություններին։ Ու միասին գնացինք, միասին չգիտեմ, մեգամոլում Burger King գերանք, հետո ուտում ենք Burger King, անգետ գինո պիտի դիտենք, հետո չգիտեմ ինչ պիտի անենք։ Okay, հետո դու կարող ես տան մեջ նույնը անել քո եղբոր հետ կամ քրոջի հետ, ինչու որովհետև նպատակը այդպիսի դեյթինգի հոգևոր բաներու հետ չի սպառվում։ Հավատքի բաների հետ չի սպառվում։ 5-րդ, 4-րդ, շարունակենք։ Ուրեմն սիրայդումը ուրիշ միտքը այստեղը առաջնահերթություն է տալիս այնպիսի զուգընկեր գտնելուն, որ ունի ընդհանուր արժեքներ եւ համոզմունքներ, մասնավորապես հավատքի, ընտանիքի եւ կյանքի նպատակների վերաբերյալ։ Իսկ մյուսը զուգընկերները, պարտներները կարող են ունենալ տարբեր արժեքներ եւ համոզմունքներ, ինչը կարող է հանգեցնել վերջը խնդիրների, ագամարդությունների եւ ճյուրըմբռնումների։ Ինչու որովհետև սկզբից հիմքը շիդակ բանի վրա դրված չէ։ Եվ հիմքը ինչ է։ Աստծո խոսքը, Աստծո կյանքը, եկեղեցին, հոգևոր աճը, հավատքը, Քրիստոսավայել քայլվածքը եւ այլն։ 5-րդ. դեվողություն եւ նվիրվածություն։ Դեվողություն եւ նվիրվածություն։ Տերեգամի մեր հաջորդ դասընթացում ավելի հրութի եւ Բոոսի բամության կանդրադառնանք։ Բայց ներկայիս մենք հիշում ենք, որ ինչպես Բոոսը եւ Հրութը նրանք քրիստոնեական սիրահետման այդ փուլում նրանք հետաբնթեցին, ժամանակ տվեցին, նվիրվածություն ունեին այդ պրոջեկտին, ամուսնության։ Նրանք շուտով չասեցին, որ օքեյ, ամուսնանանք, վերջանանք, խնդիրը լուծվի, չէ, ամեն ինչ գարկ ու կանոնով բադայեց, վաղը կանտրատարնանք Հրութի կրքին, այս թեմայի առնչությամբ։
Քրիստոնեական սիրայում սովորաբար ներառում է ավելի երկար, ավելի նվիրված գործընթաց, որը հանգեցնում է ամուսնության հստակ վերջնական նպատակով։ Նպատակը միշտ ամուսնությունն է, իսկ մյուսը հաճախ կարճադեպ եւ կարող է չհանգեցնել լուրջ պարտավորության կամ ամուսնության։ Ինչու որովհետեւ dating-ը բարձրապես լավ ժամանակ ունենալու համար է նրա գլխավոր նպատակը։ 6. Կենտրոնացում բնավորության վրա։ Հիշում եք, երբ Ազոխոսքը Տերը ասեց Սամվել Մարգարեի Հեսեիդունը գնում ես, այնտեղ քեզ պիտի ցույց տամ, թե ով է Սավուղից հետ կաչոր թագավորը։ Երբ գնաց Սամվել Մարգարեն Հեսեիդուն եկավ, Հեսեն ով էր, Դավիթի հայրը, Դավիթ թագավորի հայրը, որը Դավիթ ինքը օծվեց իբր թագավոր։ Եվ Աստծո ասում է, եւ երբ նրանք եկան, ուրեմն Դավթի եղբայրները սկսան դուն գալ։ Եղիափին մեծը տեսնելու մեզ ասաց, Սամուել Մարգարեն ասաց, ահա դիրոջ օծյալը իր առջև է։ Սամվելի նման Մարգարե չկար այն ադեն։ Ամենաառաջնագարկ Մարգարեն էր, բայց սխալվեց։ Մարգարենը գրնա սխալվել, երբ դիրոջից ինք առաջնորդված չէ, ներշնչված չէ այդ առումով։ Բայց Տերը Սամվելին ասաց, մի նայր նրա տեսքին ու բարձր հասակին։ Կանց ես մերժեցի նրան, որովհետև Տերը մարդու պես չի նայում, մարդը տեսնում է աչքին երևացողը, իսկ Տերը սրտին է նայում։ Եվ մենք, սիրելիներ ջան, մեր նպատակը սա պետք է լինի։ Պետք է կենտրոնանանք բնավորության վրա, անձին վրա։ Էլի չենք ասում, որ տեսքը կարևոր չէ։ Երբեք։ Չէ, բայց մեկը տեսքը կարա լավ լինել, բայց չար սիրտ ունենա։ Հետո Արագած 31-ում էլի այդ պատմությունը, որ կխոսը Արաքինի գնոջ վրայով, որ ինչ տեսակի ինքը գիներ։ Մի քանի համար միան գարտամ 10-12 համարները, Արագած 31 10-12, ասում է Արաքինի գին ով կարող է գտնել։ Նրա գինը գոհարներից ավելի շատ է։ Նրա վրա վստահ իր ամուսնու սիրտը, հավատարիմ գին է որովհետև, եւ ավարի գարիք չի լինի։ Նա իր կյանքի բոլոր օրերին նրան, ամուսնուն, բարիք կբերի եւ ոչ թե չարիք։ Տեսնում եք, այդպիսի քարակտեր ունի, բնավորություն ունի։ Ուրեմն քրիստոնեական սիրայդումը կենտրոնանում է մեկումը դիմացի անձի բնավորության վրա։ Քրիստոնեական սիրայդումը առաջնահերթությունն է տալիս բնավորության գծերի, ինչպիսիք են ազնվությունը, բարությունը, հավատարմությունը, գնահատելով թե արդյոք դրանք համապատասխանում են աստվածաշնչյան արժանինքներին կամ արժեքներին։ Ինչու որովհետև եթե մենք մեր հորը, երկնավոր հորը չենք հարգում մեր բնդրդուքով, որ ով դեր ես այսպեսի աղջիկ ուզում եմ, բայց միտը այս աղջիկը քո ուզածի համաձայն է, քո արժեքների համաձայն է, աստվածաշնչի համաձայն է, եթե ոչ, խնդիր ասա։ Իսկ հանդիպումները, dating-ը հաճախ ավելի շատ շեշտը դնում են ֆիզիկական կրավչության կամ սոցիալական կարգավիճակի վրա։ Օ, չգիտես, ումի աղջիկն է, նայ ինչ լավ, թազա Mercedes քշում է, վերջին Mercedes-ը, նա ինչպես հակված է։ No, քան բնավորության եւ ոգևոր համապատասխանության։ Ես չեմ ասում, որ ամեն հարուստի աղջիկ, Mercedes քշող աղջիկ անպայման վատ խնձոր է, ոչ, բայց բնավորությունը շատ կարևոր է, թե ինչ տեսակի անձ է։ Նրանից հետո պետք է նկատի ունենանք հաղորդակցության ոճը, ինչու որովհետև քրիստոնեական սիրայդման ընթացքում նա խրախուսում է, կաչալերում է զգացմունքների, ակնկալիքների եւ հոգեվոր համոզմունքների վերաբերյալ բաց եւ անգերց հաղորդակցությունը, այդ կոմունիկացիան բաց եւ անգերց կլինի, խթանելով միմյանց ավելի խորը հասկացողությունը։ Բայց մյուսը հաղորդակցությունը, կոմունիկացիան կարող է ավելի մագերեսային լինել, կենտրոնանալով զվարճանքի, աճույքի վրա, այլ ոչ թե ավելի խորը զգացմունքային եւ հոգեվոր քննարկումների վրա։ Ազոխոսքը ասում է Եբրայեցիների 4:15-ում, որ Տերը ինքը մեր իր խոսքի միջոցով, նայեցեք ինչ անում է, որովհետև ոչ թե մի քահանայապետ ունենք, որ չի կարող մեր տկարություններին ճարճարագից լինել, այլ մի այնպիսին, որ ամեն բանով փորձված է մեզ նման, բայց առանց մեղքի։ Հիմա սրա
ներողություն, Եփեսացիներ, ես անայում եմ ասում եմ ինչ է, Եբրայեցիներ կարդում, Եփեսացիներ 4, Եփեսացիներ 4:15 Այս սիրով է ճշմարիտ լինելով ամեն բանով աջեք դեպի նա, որ գլուխն է, դեպի Քրիստոսը։ Ուրեմն այդ հաղորդակցության ոճի մասին խոսում ենք։ 25-26 ասում է արդ սուդը դենն է դելով թող յուրաքանչյուր ոք ճշմարտությունը խոսի իր ընկերոջ հետ, քանի որ միմյանց անդամներ ենք, եթե բարգանակ մի մեղանչեք, թող արեքագը ծեր բարգության վրա մայր չմտնի։ Պատկերացրեք մարդ եւ գինը մի երեգո առաջ գիշերը բամ եղավ իրար մե ոնց որ գենդարան նեղվեցան իրար մե եւ չեն խոստովանում եւ այլս քնում են հաջորդ առավոտ զգացունքը լավ չէ միմյանց հանդեպ նրա համար ազոխոսքը ասում է նույնիսկ ամուսության մեջ որ արեքագը ծեր բարգության վրա մայր չմտնի եւ դա ասում է սատանային արիտ մի դվեք սատանային արիտ մի դվեք ամուսության մեջ ասա շիդագ է Եվ հետո 29-ից ասում է ձեր բերանից թող ոչ մի վատ խոսք դուրս չկա միան այն որ բարի է հավատի շինության համար բիտանի որբեսը շնորհ տա լսողներին եւ մի դրտմեցեք Աստծո Սուրբ Ոգին ձեր վարմունքով այդպես եւ հետո 31 ամեն դառնություն բարգություն սրբմտություն աղաղակ եւ հայոյություն թող վերանա ցեզանից ամբողջ չարությամբ անդերձ միմյանց հետ քաղցր եղեք գտած միմյանց ներելով ինչպես որ ասված է Քրիստոսի միջոցով ցեզ ներեց Հաղորդակցության մեր ոճը պետք է այսպիսի բնութագրեր ունենա։ Տերգամի մեր հարաճիգա երկու օրերում մենք կտեսնենք եւ կխոսանք ավելի հաղորդակցության մասին ավելի մանրագրգիռ։ 8. Հագամարտություն եւ ներում։ Ինչու սա կարեւոր է։ Գոսացիներ 3 13-ից 14 ասում է միմյանց հանդուրժելով ու ներելով եթե մեկը մյուսի դեմ դրդուն չունենա իհարկե եկեղեցու մասին կխոսա մենք ալ իբր հավատացյալ զույգեր ներառյալ եկեղեցու մեջ ինչպես դերը ցեզ ներեց այնպես էլ դուք եւ այս ամենի վրա սերը հակեք որ գադարելության գաբն է սերը հակեք որ գադարելության գաբն է քրիստոնեական սիրայդումը ընդգծում է ներման եւ հաշտեցման կարեւորությունը հիմնվելով սիրո եւ Շնորհի մասին աստվածաշնչյան ուսմունքների վրա։ Բայց մյուսը հագամարտությունները կարող են հանգեցնել բաժանման։ Ինչու որովհետև դեյթինգի բարակայում բարդավորվածությունը չեն զգում, որ պետք է նրանց հագամարտությունները լուծում ունենան։ Մի խոսքով երբ նեղի գալիս են, մենք այլևս միասին չենք։ Պետք չունենք իրար։ Բայց երբ Քրիստոնեական ամուսնության սիրայդման հետևից ես նպատակը զասված բարավորել է եւ զասված բարավորելու մեջ նրա խոսքը արգելն է, նրա խոսքը բահելն է ներողամտության միջոցով, սիրո հոգով, կտությամբ, այդպիսի մոդեցումներով։ Հանդիպման ադեն ոչ, լուծման հետևից չեն, ներման վրա չեն կենտրոնանում, նրանց քեֆին են նայում։ TV-ը Քրիստոնեական սիրայդումը հասկանում է Աստծո խոսքի սիրո իմաստը, սիրո աստվածաշնչյան ըմբռնումը, ինչ որ 1 Կորինթացիների 13-ից մենք գիտենք այս համարներից 4-ից 7-ը։ Սերը ինչ տեսակի բնութագիր ունի։ Քրիստոնեական սիրայդումը սահմանում է սերը զոհաբերության, նվիրվածության եւ ծառայության տեսանկյունից, արդացոլելով Քրիստոսի սերը եկեղեցու հանդեպ։ Հիշում ենք այսօր ինչ ասեցինք Եփեսացիների 5:25-ում։ Կարևոր համար է էլի գարտանք։ Ամուսիններ սիրեք ձեր կանանց։ Ոնց։ Ինչպես որ Քրիստոսն էլ եկեղեցուն սիրեց ու իր անձը նրա համար մատնեց։ Այդ որակի սերը, որ Հիսուս ցուցաբերեց, նույն որակի սերը պետք է ցուցաբերենք մեր կանանց։ Չէ՞ թե ոչ Քրիստոսի օրինակին չեն կարող հետևել չեն կարող Քրիստոսավայել ցևով մեր ընտանիքները առաջնորդել։ Իսկ մյուսը հանդիպումները սերը հանդիպումների ընթացքում սերը կարող է ավելի շատ դիտվել որպես զգացմունք կամ ցկողություն, այսինքն attraction կա։ There's an attraction,
քան միմիայն ծառայելու աջակցելու բարդավորություն։ Սիրահետման ադեն, քրիստոնեական ամուսնության նպատակով սիրահետման ադեն նպատակը դիմացինի լավությունն է։ Միմիայն այդպես մտածում ենք իրար հանդեպ։ Բայց դեյթինգի բարակային ոնց ես հաջեցնեմ իմ անձս, ոնց ես հակեցնեմ իմ անձս, ոնց ես ուրախ լինեմ, բավարարված լինեմ, լավ զգամ։ Սա չէ։ Էլի ասենք եղբայրները քուրիա ջան, եթե մեր մեջ կան ոմանք, որ պարզապես իրարու հետ դեյթինգով սպառվում են, բայց ամուսնության նպատակ չի գա, քրիստոնեական այդ սիրահետման հետապնդում չի գա, պետք է դադարեցնեք սա։ Չէ՞ թե ոչ, պետք է ակտիվորեն ցանկանաք ամուսնության հետևից լինել, այդ նպատակով լինել։ Ուրիշ սև չի գա։ Սուրբ Գիրքը երկու դարբերագից սա ուրիշ դարբերակ չունի։ Կամ նպատակը ամուսնությունն է, կամ ոչ։ Ամուսնության նախապատրաստում, քրիստոնեական սիրահետումը ամուսնության նախապատրաստության ետևից գնում է։ Ներառում է ամուսնության քննարկումներ եւ նախապատրաստումներ։ Երբ որ զույգը միասին գալիս են ամուսնության նպատակով, ինչ անում են։ Ամուսնության մասին խոսան։ Նախապատրաստություններ տեսնում են, ֆինանսական հարցերի մասին, պլանավորման մասին խոսում են։ Այդպիսի քննարկումներ անում են, ընտանեկան դինամիկի մասին խոսում են, հոգևոր ծառայության, առաջնորդության, հնազանդության, այդ բոլորի մասին խոսում են, որպես իրար լավ հասկանան։ Չես կարող ասել, օ, բաբա ջան, ես այս աղջիկը տեսա, շատ հավանեցի, եւ ես ուզում եմ ամուսնանալ նրա հետ։ Հայրդ կարա հարցնել, տղա ջան, քանի անգամ իրեն հետ խոսեցար։ Օ, մի անգամ գնացին, շատ ընդիր, հոյագապ զրույց ունեցանք։ Մի անգամ։ Նույնիսկ եթե 10 ժամ նստակ իրար հետ խոսեցաք։ Մի անգամից ամեն բան գիտեք արդեն իրար վրայով։ Հավատացեք, մեկը կարող է 20, 30, 40, 50, 60 տարի, 70 տարի իր գնոջը կամ ամուսինը լինել, դակավին շատ բան սովորելի ունենք իրար վրայով։ Իսկ դեյթինգը հանդիպումներ հաճախ չեն ներառում լուրջ քննարկումներ ամուսնության նախապատրաստման կամ աբակա բարդականությունների մասին։ Արագած 24, 27 ասում է, դրսի գործերդ գարկավորիր, քեզ համար պատրաստիր քո արդում, ապա շինիր տունդ։ Այսին, սա չի ուզում ասել, որ եթե միլիոնադեր չես կարող ամուսնանալ, նրա մասին չի խոսում։ Ապա որոշ չափով, եթե դղամարդ ես, աշխատանք պետք է ունենաս, պետք է մտածես, որ ինչպես կարաս ընտանիք պահել։ Եթե աղջիկը քեզ ասե, նայ, եթե դու չես կարողանում ինձ համար այն բաները առնես տաս, որ ես ուրախ լինեմ, չեմ կարող քեզ հետ ամուսնանալ։ Ես իմ վկայությունից ասեմ, երբ Սվետայը դուրս գնացի մի օր 99 թվի ամառը, հիշում եմ, կատակի բանով երան ասեցի, նայ ասեցի, աշխատանք ունեմ, պարկ Աստծո, ինքնաշարժ ունեմ, բայց ասեցի քեզ Mercedes, ինքնաթիռ, յատ, այդպիսի բաներ չեմ կարող առնել։ Ինքը ժպտաց, ասեց, ես այդպես բաներ պետք չունեմ։ Եվ մի քիչ մեջ են ասեցի, yes։ Հիմա իհարկե, եթե դերը օրտնած է, ինչու չէ։ Եթե դերը օրտնած է, ինչու չէ։ Այսինքն, եթե դերը քեզ տված է հարուստ ծնող, լավ աշխատանք ունես, կարող ես հայթայթել քո գնոջդ, այնպիսի բաներ, որ ուրիշ մարդիկ չեն կարող, իբր ապատացիալ նույնիսկ դերը օրտնի։ Խոնարհությամբ, ազո պարկի համար ըրե որ գնոջը ուրախացնես։ Բայց եթե չի գա, մի ասես, չի գա։ Չէ, անակ մի հասեր հետո, մեր քույրերը սխալ կապար գարն են։ Այո, պիտի աշխատե, տղամարդը պիտի աշխատե։ Դերը գամի վաղը եւ մանավանդ մյուսորը մեր վերջին դասընթացում դղակների հետ բավական պիտի խոսանք, ուրեմն ամուսնության վերաբերյալ ֆինանսների վրայով, ինչու որովհետեւ կարևոր բաներ են սրանք։ Եվ մեզ համար իբրոկյորներ Հայաստանում լինի, աշխարհում լինի, մենք գիտենք, որ դղամարդ աշխատող պետք է լինի, պետք է հասկանա ոնց կառավարի իր ֆինանսը եւ այլն։ Եվ սրանք
այդ լուրջ քննարկումներից պետք է լինեն, երբ այդ սիրահետման, քրիստոնեական սիրահետման, աստվածաշնչյան սիրահետման փուլում ենք։ Բայց եթե միայն բադահական հանդիպումների մեջ ներգրաված ենք, շատ բան չենք կարող հասկանալ, դիմացի իր հետ լավ սուրճ խմում ենք, սուրճը ոնց էր, տորտը ոնց էր, լավն էր, ինչ ընդիր էր, ինչ հաճելի էր, օքեյ, հետո դու մտածում ես դիմացի աղջիկ ուզում ամուսնության մասին խոսել, չէ, օքեյ, ինչ պիտի անես, կամ կարող է ինք ուզում ամուսնության մասին խոսել, բայց դու ոնց որ ուրիշ մոլորակի վրա ես, ինքը աշխարհի վրա է, որովհետև դու չես մտածում նույն մոտեցումը չունես, այն խորհուրդները չունես ամուսնության վրայով, մեղք է, ժամավաճառ մի լիներ, դուք ես եւ նրա համար նմանավանդ, որովհետև մենք գիտենք, ուրիշի աղջիկը կամ ուրիշի դղեն մեր ծառան չեն։ Սրա մասին խոսանք, էլի խոսանք, ուխտի տեսանկյուն, սա կարևոր է։ Քրիստոնեական սիրահետումը այդ ուխտի տեսանկյունի հասկացողությունը ունի ուժեղ ցևով։ Քրիստոնեական սիրահետումը, ուրեմն ասում ենք այստեղ ամուսնությունը դիտարկում է որպես Աստծո առջև գնկված ուխտ, ընդգծելով բարդավորության, սրբությունը ու լրջությունը։ Ինչ որ ուխտը նշանակում է բարդավորություն, լուրջ հարց է, Աստծո համաձայն սուրբ հարց է, բայց դեյթինգը, հանդիպումը սովորաբար զուրկ է այս ուխտի հասկացողությունից։ Հարաբերությունները դիտարկելով որպեսզի ավելի ժամանակավոր եւ բագաս սրբազան։ Եվ Աստծո խոսքը հիշում ենք Մաղաքիայում, Մաղաքիա գիրքը, հին ուխտի վերջին գիրքը, Մաղաքիա 2:14, բայց դուք ասում եք, ինչու։ Մեր բոլոր նվիրատությունը Տիրոջ գործի համար, այդ բոլոր փողերը, դասանորդները, ինչու դեռ դու չես ընդունում։ Ինչու մա ասում է դերը, որովհետև դերը վգա է քո եւ քո երիտասարդության գնոջ միջև։ Նրա նկատմամբ անավադարիմ եղար եւ նույնիսկ սիրահետման այդ փուլում պետք է ավադարիմ լինես դիմացի աղջկան հետ, նրա զգացումների հետ չխաղաս, նույնպես աղջիկը քեզ հետ պետք չէ խաղա քո զգացումների հետ, հույս տալով, որ ինքը մտադրություն ունի ամուսնանալու, երբ մտադրություն չունի։ Եվ ավադարիմ լինենք Աստծո խոսքի սկզբունքներուն, չլինենք այդպիսիներ, որ պարզապես լավ ժամանակի համար դուրս գնում ենք, գալիս ենք առանց նպատակի։ 12-րդ միտքը քրիստոնեական սիրահետումը կաչալերում է ընտանեկան պլանավորումը։ Նրա վրա, ընտանիքի այդ ծրագրի վրա, որ մենք ցանկանում ենք քրիստոսավայել ընտանիք ունենալ, շեշտադրում կա սրա վրա։ Սամոս 127:3 ասում է, ահա որդիները Տիրոջ ժառանգությունն են, եւ որովայնի բդուղը նրա վարձը։ Դերը սիրում է ընտանիքը, որովայնի բդուղը նրա վարձն է։ Ինչու՞ որ Աստված ասեց, աջեցեք եւ շատցեք, Սուրբ Գրքի համաձայն է։ Եվ ընտանեկան պլանավորումը կարևոր է եւ քրիստոնեական սիրահետումը շեշտադրություն անում է սրա վրա, ներառում է ընտանեկան պլանավորման վերաբերյալ քննարկումներ, ներառյալ երեխաներ ունենալու ցանկությունը։ Ես հիշում եմ, երբ նշանдрեքի այդ բուլին էինք 99 թվականի հոկտեմբերին, հիշում եմ, մենք անգամ ոգևորված էինք այսպես, ես եւ նշանած խոսում էինք, քանի զավակ ուզում ենք ունենալ, համաձայնեցանք 5։ Վերջը երկուի վրա մնացինք։ Պապակը լավ էր, բայց այդպես եղավ։ Բայց քրիստոնեական սիրահետումը այս բոլորը կխոսան, այսինքն գներարե երեխաներ ունենալու ցանկությունը, այդ դիսկաշնը, զրույցը, ձնողական ոճերը, ինչ տեսակի ձնող կլինենք։ Մենք հայերս շատ անգամ ասում ենք մորը կորձն է, զավակները գրթելը։ Սուրբ Գիրքը որ նայես, երկուքին ալ բարդագությունն է։ Այս ձնողական ոճը զավակները գրթելու, հավատքի դերը ընտանեկան կյանքում այս բոլորը կներառին։ Բայց մյուսը բարձրապես դեյթինգը ընտանեկան պլանավորման վերաբերյալ քննարկումները կարող են ավելի քիչ դարազված լինել կամ լուրջ չընդունվել, քանի որ զուգընկերները հաճախ չեն հաշվի առնում երկարաժամկետ հետևանքները։
Ուրեմն դու փորձիր, երբ աղջիկա մի դուրս գնացիր, դու փորձիր նրան։ Եթե դու մտադրությունը ամուսնություն է, դուրս մի գնար, եթե միտ չունես ամուսնանալու աղջիկան հետ։ Այդ նպատակով գնում ես, ինչու գնում ես։ Բարձրապես հետը մի հատ, չգիտեմ, շարմա ուտես։ Եղբայրներ կան, որ շատ ավելի շարմա կարան քեզ գերցնել, զույգ կգերցնեն քեզ, որ նրանք սիրում են շարմա։ Մենք գիտենք այդ եղբայր, մենք ալ մեջ չենք այդ եղբայրներին, բայց քույրերը մեկ արմի գուտեն, կամ գես գուտեն, մենք ավելի սիրում ենք։ Եղբայրների հետ գնա։ Քույրերին սիրտը մի կոտրեր։ Եթե նպատակ չունես ամուսնության։ Ուրեմն dating-ը այդ ընտանեկան պլանավորումները ավելի լուրջ չի առնում։ Ինչու որովհետև հաշվի չի առնում, որ երկարաժամկետ հարաբերությունը կարա ստեղծվել այստեղ ամուսնության առումով։ Քրիստոնեական սիրահարումը կյանքի ընթացքում հավատարմության նվիրվածություն է։ Հիշում եք 1 Տիմոթեոս 3:2-ից Ազո մարդը, Ազո ծառան, հովիվը, եպիսկոպոսը, այսինքն ինք պետք է մեկ գնոջ այր լինի։ One woman man, մեկ գնոջ այր։ Սրդի մեջն ալ, միան դուրսից չէ։ Չասե որ ես միան մեկ գնոջ հետ հարաբերություն միան ունենում եմ, սա իմ գինս է սերային առումով, զավակներ ունեմ նրանից, բայց այնտեղը ուրիշ գիներալ կան, իր մտքում, սրդում, որ ինքը թաքցնում է գինը լուրջ չունի նրանց վրայով։ Եթե մարդը այդպեսի է, հոգևոր կորձիչ կամ ոչ, իբր քրիստոնյա, եւ իր սրդում ուրիշ գիներալ ունի, որ ինքը հավանում է, սիրում է եւ այլն, մտերմություն ցուցաբերում է, այդպեսի մարդը մեկ գնոջ այր չէ։ Էլի Եբրայեցիների 13:4-ում գխոսա ամուսնության անգողնու սուրբ լինելու մասին, որ Ազո արչև աջելի է։ Քրիստոնեական սիրահարումը ընդգծում է ծմա հավատարմության նվիրվածությունը Ազո հավատարմության արդացոլում։ Ինչու որ երբ մենք հավատարիմ լինում ենք մեր գողակցին, մենք ցուցաբերում ենք, որ Աստված ճշմարտապես, քանի որ ինքը հավատարիմ է, մենք սովորած ենք նրանից հավատարիմ լինել։ Ով է մեր օրինակը հավատարմության։ Քրիստոս է, մեր Աստվածն է։ Այո, մենք կարանք ասել, որ մեր հայրը կամ մայրը շատ լավ հավատարիմ օրինակներ եղած են ամուսնության առումով, բայց նրանք չեն գլխավոր օրինակը մեզ համար։ Մեր Աստվածն է, որ ինք միշտ հավատարիմ է, եղած է եւ գլինի հավիտենից։ Իսկ dating-ը հավատարմությունը կարող է դիտվել որպես ընտրովի, որտեղ զուգներները կարող են ազատորեն ուսումնասիրել նաև այլ հարաբերություններ առանց պարտավորության։ Ինչու այդ հասկացողությունը գա, որ ես կարամ այսօր որոշել, որ այլևս ցանցրացա քեզանից։ Ամուսնության մեջ, քրիստոնեական սիրահարման մեջ չկա այսպիսի մի բան, որ ես ցանցրացա այլևս քեզանից։ Դու այս ուխտի մեջ, այս ամուսնական ուխտի մեջ հավիտենականապես այնտեղ ես։ Սա ստրգություն չէ, սա աստվածային ազատություն է, որոշված դիրոջից մարդումը կյանքի համար, որ այդ մարդը ազատ լինի բոլոր դուրսի մեղքերից։ Քան թե ինք առանց ամուսնալու մնա եւ սկսի մտածել ինչպես կարա ինքը մեղք գործել, որ իր ցանկությունները հակեցնի։ Ես չեմ ասում, որ ամեն անց որ ինքը ամուրի է, այդպիսի բաներով սպառվում է, ոչ։ Դերեկամի ամուրիության մասին կխոսանք շաբաթ առավոտ։ Կամ շաբաթ առավոտ, այ։ Բայց dating-ի բարակային այդպես չէ։ Երբ պարզապես հանդիպումներ անում ես աղջկա հետ, դու գիտես, որ որևէ, այսինքն բան չունես, մշտնչենավոր գապվածությունը չունես նրա հետ։ Եթե դեղը եկա, որ նա դուրը չի գալի, օքեյ։ Ինչպես որ հիմա բամը իշեցի, ժամանակին Լիբանանում, երբ արաբերենով գրականություն սովորում էինք, գային արաբ գրողներ, որ իրենք սովորեցնում էին հավատարիմ լինել նրանց կիների հանդեպ։ Բայց ուրիշները գային լրիվ ագարակն էին։ Մենք Լիբանանում գնիկ կոշիկ նույնն է ասեին, մարդիկ կային, որ այդպես կասեին։ Գնիկ եւ գոշիկ։
նույնն է։ Այսինքն մի խոսքով նրանց մտադրությունը ինչ է, որ գարաս ինչպես գոշիկը փոխել ամեն 6 ամիս անգամը մի տարի անգամը կիննալ գարաս փոխել այդպես։ Իհարկե հիմարական խոսակցություն է, բայց այդ մի ասենք բանաստեղծի հետևյալ խոսակցությունը ասած էր, եթե իմ բարևս դամ եւ ինձ ջբդա, լավ։ Եթե ոչ, ուրիշի կդամ իմ բարևս։ Սա հիշում եմ արաբերենով, որ ինչու ինձ համար շատ տարօրինակ բան էր սա։ Իբր ավադացյալ երդասարդ տղա այնադեն 17 տարեկան էի։ Եվ այսալ ուրեմն քրիստոնեական սիրայդումը կենտրոնանում է Աստծո գամքի վրա։ Կենտրոնանում Աստծո գամքի վրա։ Հռոմայացիներ 12 մեգից 2 Արդ Աստծո ողորմածությամբ աղաչում եմ ձեզ եղբայրներ, որ ձեր մարմինները մատուցեք, նվիրեք, կենդանի զոհ, սուրբ եւ աստվածահաճո։ Դա է ձեր հոգևոր պաշտամունքը։ Դուք առաս ասել Բողոս եղբայր, ոնց իմ մարմինները իբր սուրբ եւ աստվածահաճո Տիրոջ մատուցելով, սա համահունչ է, հավասար է հոգևոր պաշտամունքի։ Հա, որովհետեւ մենք գիտենք, որ Սուրբ Հոգու դաջարն է մեր մարմինները։ Սուրբ Հոգին բնակվում է ավադացյալի մարմնում։ Եվ երբ մենք մեր մարմիններով անավադարիմ գտնվում ենք Տիրոջը, Սուրբ Հոգին դրդմում է, վշտանում է։ Եվ մի կերբարանվեք այս աշխարհի կերբարանքով։ Աշխարհը ուզում է մեզ նրա այդ ասենք գաղաբարին մեզ կերբարանագիցն է։ Նրա մեղքերով, նրա հաճույքներով, նրա անպարտավորությունով մի կերբարանիկ այս աշխարհի կերբարանքով, այլ վերափոխվեք ձեր մտքի նորոգությամբ, որ Աստծո խոսքով եղած է Սուրբ Հոգու զորությամբ, որովհետեւ դուք քննեք Աստծո գամքը։ Ուզում ես գիտնալ Աստծո գամքը։ Ամուսնության նկատմամբ էլ։ Որովհետեւ գիտնակ Աստծո գամքը, որ է բարին, հաճելին եւ գադարյալը։ Եվ ոնց կարամ ես գիտնալ Աստծո գամքը։ Մի ֆորմուլա չի գա, ինչպես ասեցինք անցյալ նախորդող դասընթացում։ Մի ֆորմուլա չի գա, բայց այդ շիդակ ֆորմուլան նրա բազմազան բաղադրիչներով, սկզբունքներով, ինչ որ նայում ենք Աստծո խոսքից, գարաս ունենալ, եթե աստվածահաճո կյանք ապրես, ինքսինքդ Աստծո ներկայացնես քո մարմինը, քո սկզբունքները, քո ցանկությունները, իբր պաշտամունքի գերբ եւ աշխարհի գերբարանքի համացան չաբրելով եւ վերափոխվելով մեր մտքերու մեջ այդ նորոգությամբ, որ մենք ստացած ենք Տիրոջից Աստծո խոսքի համացան, այնադե մենք կարող ենք քննել Աստծո գամքը, հասկանալ, եթե այդ եղբայրը ինձ հարմար է ամուսնության համար, կամ այդ քույրը ինձ հարմար է ամուսնության համար։ Ուրեմն Աստծո գամքը, որ բարի, հաճելի եւ կատարյալ է, որբեսի հասկանանք, քննենք այն եւ հասկանանք, պետք է որ մեր անձերը գենթանի զոհ, սուրբ եւ աստվածահաճո ցևով իբր հոգեվոր մեր պաշտամունքը ներկայացնենք Աստծո օրեօր, ժամեժամ, վարքյանե։ Քրիստոնեական սիրայդումը ցկդում է համապատասխանեցնել հարաբերությունները Աստծո գամքին։ Աղոթելով հարաբերություններում առաջնորդության եւ ուղղության համար, հիշում եք այդ Սարան, Եղիազարը, Ծնուտոց 24-ում։ Ինք աղոթքի մարդ էր։ Ինք չասեց, որ Աբրահամ աղոթած է իր որդու համար, ես ինչ պետք ունեմ, ես բարձրապես գնամ իմ Աբրահամի հարազատների մոտ եւ նայեմ։ Թե ինքն էլ աղոթեց։ Այդպիսով մենք սովորում ենք, որ միշտ մեր հարաբերություններում, եթե աղջիկ մգա, որ մենք մտադրած ենք, որ ամուսնանանք, եթե Տիրոջ գամքն է, պետք է միշտ աղոթքով լինենք, մնանք, Տիրոջ առաջնորդությունը խնդրենք, որ ինք ուղղորդի մեզ, բայց հանդիպումները, dating-ը կարող է առաջնորդություն չդալ Աստծո գամքի որոնմանը, ինչը կհանգեցնի անձնական ցանկությունների վրա հիմնված որոշումների, այլ ոչ թե Տիրոջից այդ հոգևոր առաջնորդության։
Եվ սրա համար է եղբայրները քուրիա ջան, որ քաչալերանքը մեր նա է, որ երբ ծեր ադենը կա, ծեր մտադրությունը միան ամուսնության համար լինի, երբ ուզում ես այդ ասենք իբր դղամարդ այդ իքական սերի դեսնվել, ժամատրություն վերցնել, ինչու ժամատրություն վերցնում ես աղջիկան հետ։ Նպատակը ի՞նչ է։ Ինչ է։ Բիլիար խաղաս, քնտիկ խաղաս, քնտիկ գիտեք ինչ է, չէ՞։ Ինչ պիտի անես դա։ Նպատակը հստակ է։ Երբ դղամը աղջիկամը դուրս անե, աղջիկը հստակ պետք է գիտնա իբր հոգևոր աղջիկ, հոգևոր երդասարտի կողմից, որ ես քանի որ քեզ ասեցի դուրս գնանք, խնդրեցի որ գարանք դուրս գնալ, գիտեմ միտքդ ինչ է։ Եթե քեզ ոչ ասեց, hasta la vista։ Baby չասեցի, hasta la vista եւ այն ադեն հասկանաս տիրոջ կամքը։ Սա չի նշանակում, որ մի անգամ հարցրեցիր, վազ անցար, այլև չէ։ Կարող է որ աղջիկը պատրաստ չի, հասկացիր։ Այո, երբեմն աղջիկներ կան, որ չի ավանեց քեզ, իր մեկ ոչը ոչ է, 10 անգամ ասես, դեռ ոչ կասե։ Խնդիր չէ։ Բայց կարող է որ աղջիկը դերը սրտի վրա աշխատի հետո, սիրտը բացե, ասե, այո։ Սա 7-րդ, 10-րդ փորձից յետքը։ Մի անցնեք։ Բայց երբեմն առաջինը արդեն բավարար է, որ հասկանաս դիմացնի մտադրությունը եւ որ քեզ ցեվով հասկացնե, որ եղբայր եւ քույր մնանք։ Գիտեք, այդ արդարություն լսած եք, եղբայր քույր մնանք։ Նորմալ է, դա եղբայրները այո ասում են։ Եվ սրտերին ցավում է, այո, հասկանում եմ։ Շատ լավ, եղբայրները քույրեր ջան, այսքանով այս երեկոյան համար եւ աղոթքով ամբողջացնենք եւ մենք տակավին այստեղ ենք հարց պատասխանների համար իմ խնդրանքս է որ եթե հարց պատասխաններ կան մինչեւ այսօր ինչ որ արեցինք մի քիչ եւս այստեղ մնանք որ ժամանակ ունենանք հարց պատասխանների գարանք նույնիսկ այնտեղնա գնալ նստել շփվել հետո գարանք անել բայց քանի որ ամենքս այստեղ ենք կոնե մի քիչ ժամանակ առնենք հարց պատասխաններ նայենք ոնց ստացվի եթե չկա եթե արդեն պետք եղածը գիտենք ինչ պիտի անենք պարկասով ասենք եւ վերջ բայց վստահ ենք որ հարցեր կարող են լինել աղոթենք եւ անգետ ծեր հարցերը առնենք Սիրելի հայր շնորհակալ ենք Տեր այս երեկոյան համար այսօրվա համար ով Տեր խնդրում ենք որ մեր երիտասարդություններին Տեր շարունակես նրանց ցանկերում աշխատել որ դու Տեր առաջնորդես նրանց քո ուղիղ հստակ ճանապարհներում որբեսի նրանք հասկանան քո գամքը ինչ է նրանց համար նույնիսկ ամուսնության նկատմամբ եւ չի վհադեն չի հուսահատվեն հաբա համբերող լինեն աղոթքով գամքդ փնտրելով մաքուր սրտերով մաքուր կյանքերով թող շարունակեն հետաբնթել այդ սուրբ արակելությունը որ դու դված ես մեզ նամանավանդ մենք որ ոգևոր ենք գիտենք ինչս է որ աջեցեք եւ շատցեք եւ Տիրոջը բարքի համար ընտանիք կազմենք ով դեր թող լինի որ ինչ որ անենք նույնիսկ ամուսնության նկատմամբ էլ ոչ թե դեյթինգով հաբա քրիստոնեական աստվածաշնչյան սիրահետման համաձայն այս սկզբունքների համաձայն որ այսօր անգամ եւս մեր մտքերը թարմացրեցին քո խոսքովդ որ կարողանանք քեզ հարգել քեզ պատվել քեզ բարավորել երբ մենք հանդիպենք այն անսին ամեն մեկերնից որ դու մեզ համար ունես եթե քո կամքը դե թող լինի եթե ոչ շարունակենք մինչև որ դու բացահայտես ինչա քո սուրբ անարատ կատարյալ կամքը Հիսուսի բարքի համար խնդրում ենք ամեն Շնորհակալ գարակ նստել